բարձրաստիճան նաև զինվորականների մահվան կապակցությամբ պետք է ցավակցական հեռագիր Հղիջանի։ Չկա այդ հեռագիրը ոչ։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ Հայաստանի իշխանությունների աշխարհագրական գիտելիքները, չեմ խոսում աշխարհաքաղաքական, իսպառ ցնդեն են, ոդս են ցնդել կամ կարկանդակի եւ ուրեմն եգիպտացորենի հետ կերվել են։ Այն տպավորությունն է, որ Հայաստանից մի 100 մետր հարավ ոչ մի բան տեղի չի ունենում։ Որևէ արձագանք չկա, որևէ դիրքորոշում չկա։ Ես չգիտեմ արդյոք Հայաստանի իշխանությունները ինչ որ ծրագրավորում իրականացրել են, եթե օրինակ սահմանը երկար ժամանակ փակ լինի, ինչ ազդեցություն դա կունենա մեր տնտեսության վրա, եթե հազարավոր փախստականներ Հայաստան գան, ինչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա։ Մարդիկ ամեն ինչ թողած իրենց վերընտրության հարցերով են զբաղվում։ Գոնե նախ հեռագրի եւ մնացած հետ կապված առնվազն պետք է արձագանքել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Եղբայրական բարեկամական Իրանի ժողովրդին պետք է նաև վերաբերմունք ցույց տալ եւ ցավակցություն հայտնել։ Այնտեղ մենք ունենք նաև հայկական համայնք, մեծ եւ ես չգիտեմ հայկական համայնքի հետ կապված այդ մարդկանց անվտանգության հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկել։ Ամեն դեպքում պետությունը եթե ունի նման ռեզերվային ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչեն, երբ իրավիճակը ուղղակի ստանդարտից շեղվում է։ Պարոն Խաչատյան, բայց ձեր ասած ցավակցական հեռագիրը ընդհանուր առմամբ հղվել է, այսինքն անվտանգության խորհրդի նիստում այդ նախադասությունը կա, բայց այստեղ խոսքը հոգևոր առաջնորդի եւ կոնկրետ զինվորականների սպանության վերաբերյալ է, որ կոնկրետ հասցեական հրավեր են հասցնում Իրանի տարբեր երկրներից, այդ Ես կրկնում եմ, պետք է կոնկրետ ցավակցություն հայտնել բարեկամ Իրան ժողովրդին։ Ոչ թե ինչ որ մի բան անել, որ հետո ասեն այ տեսեք, այս էջի, ես ինչ տողի, ես ինձ բարի մեջ, sense մի հատ ցավակցական միտք կար, էլի խոսքը չի վերաբերվում Ուգանդային կամ Ռուանդային կամ Պալաուին, դա վերաբերվում է երկրին, որից մեր կախվածությունը բավականին առևտրատնտեսական եւ անվտանգային բավականին մեծ է, որը այս 35 տարիների պատերազմի ընթացքում մեզ համար եղել է ուղղակի փրկողակ արտաքին աշխարհին կապվելու համար։ Իսկ ձեր գնահատմամբ ինչու չկա։ Այ դա պետք է արդեն իրանց հարցն է։ Օրինակ այդ հարցի պատասխան Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ընդդիմությունը ուզում է պատերազմ, ուզում է Հայաստանի ներքաշի պատերազմի մեջ ազիվ խաղաղություն են հաստատել, ինչ են ուզում։ Ընդդիմությունը խաղաղություն է ուզում, պերաշկի կուկուռուզ իրանք են ուզում։ Իրանց ուզեցածը ընդհանրապես պերաշկին եւ կուկուռուզն է։ Ինչ նշանակում ընդդիմությունն ուզում է պատերազմ։ Ընդդիմության ժամանակ պատերազմը բռնկվեց։ Հայաստանը, Արցախ Հայաստանը եւ վերջ, անվաղ դիրքի ազատագրում, տասնյակ մարտական խաչեր, պար, տաշտմբլտուշիում, Շուշիում։ Օրինակ Ալեքսանյանը օրինակ է բերում։ Ես Ալեքսանյանին մեկնաբանելու որևէ ցանկություն չունեմ։ Ես Վահագն Ալեքսանյանին մեկնաբանելու բացառապես որևէ ցանկություն չունեմ։ Խնդիրը ուրիշ է, կներեք ժողովուրդ, 100-ամյա պատերազմը 116 տարի է տևել։ Նենց չի որ առավոտ անգլիացին ու ֆրանսիացիները վեր էին կանում, կռվում էին, գիշերը գնում էին քնելու։ Ցանկացած պատերազմ ունի հանդարտ վիճակ։ Այմա մենք այդ հանդարտ վիճակում ենք գտնվում։ Պատերազմի ավարտի մեր տեսլականը այլ է, պետք է լինի մարտնչող կողմերի նվազագույն լեգիտիմ շահերի պաշտպանություն, արժանապատիվ խաղաղություն, այլ ոչ թե իրանց նման կապիտուլյացիա։ Հայաստանը այս իշխանությունը ոչի բան չի։ Խնդիրը ես կրկնում եմ, դու պետք է ունենաս ռեզերվային պլանավորում։ Հիմա պատկերացրեք վաղը 50,000, 100,000 հոգի Իրանից գալիս է Հայաստան։ Ունեն իրանք կարողություն, ծրագիր ունեն պաշտպանելու։ Ոնց են պատրաստ են, պարոն Խաչատյան, չեք կարող։ Ոնց են պատրաստ, որ արցախցիներն եկան պատրաստ են, թե միջազգային օգնությունը չլիներ, չէր լինի։ Ինչով է պատրաստ։ Այնտեղ հայեր կան, տարհանման ծրագիր ունեն, թե իր պատասխանատվությունը մենակ էս Արաքսի ափով վերջանում է։ Վարչապետեր ընտրվել, գնացել էր Իրան, ընդունել էին Իրան Արարատ մարզամշակութային միությունը, բայց այդ մարդկանց պետք է ասենց ձեռքերը լվա մի կողմ անցնի։
Պարոն Խաչատրյան, դուք ունեք այնտեղ նաև կուսակիցներ չունեք, եթե չեմ սխալվում, հա, իրենց հետ կապ ունեք, իրենք ինչ են ասում։ Դա եթե ինտերնետը կտրված է, փակ է, այսինքն ուղղակի կապ չկա։ Ցավոք սրտի։ Պարոն Խաչատրյան, եթե գնալով ամեն դեպքում թեժությունը շարունակվում է Իրանի շուրջ եւ ընդհանրապես տարած Մերձավոր Արևելքում, այս իրավիճակում ինչ հնարավոր սցենարներ կարող է լինել եւ արդյոք մեր տարածաշրջանի օրինակ Ադրբեջանի հետ կապված ասում են կարող է առիթից օգտվել Ադրբեջանը, ինչ հնարավոր անվտանգային խնդիր կարող է ստեղծել։ Ընդհանրապես պղտոր ջրում միշտ էլ փորձում են ձուկ բռնել։ Այնպես որ ես որևէ բան չեմ բացառում, կարծեմ ամեն դեպքում զինված ուժերը պետք է պատասխանատվության բարձր մակարդակի բերեն։ Իսկ եթե ընդհանուր Հայաստանի Չնայած իրենց մոտ սեր եւ ամերաշխությունը, եղբայրությունը։ Ասում եմ, այս պատերազմում չեք ուզում անդադ Հայաստանն էլ, էլի սրանում էլ խառնվի։ Մենք խառնվենք։ Չէ, Իշխանությունն է ասում։ Ասում են հազիվ մի պատերազմ կա, որ Հայաստանը չկա։ Ինչ եք ուզում Հայաստանը ներկայացնել մի պատերազմի մեջ։ Ասկան որ ասում ենք հայեր կան, որոնք օգնության կարիք կարող ունեն, նշանակմա պատերազմ ենք ուզում, սկսենք։ Ինչ ասում։ Դիվանագիտական ճանապարհողակներով մենք ինչ ենք անում։ Այսքան այդ գիտես, չի ասում, վայ, ես նոր ինչերից ինչ մտածեցի, որ չասեցի։ Չէ, չգիտենք, ոչ մի բան չենք տեսնում։ Բայց մնացած կոնֆլիկտներից, որտեղ հայեր են եղել, տեսնում ենք, որ ոչ մի բան չեն ա։ Օրինակ Սիրիայում հիշում եք, չէ՞, Հալեպում հյուպատոսն ինչ արեց։ Առաջի բարով խերով գնաց անբավ տեղեր։ Իսկ պարոն Խաչատրյան, եթե էլի այդպես վտանգներից խոսեք, կոնկրետ ռեալ վտանգ է սպային Հայաստանի համար, եթե շարունակվի, ինչ վտանգներ կան։ Եթե նայեք, եթե սահմանը երկար ժամանակ փակ լինի, մեր էական առևտրի նկատի ունեք Իրանի հետ, դու պատերազմ հասկանում ես, չի նույնիսկ եթե դու բարով խերով սահման անցնես, բա հետո պետք է կարողանաս բանդարաբաց գոնե հասնես։ Այսինքն եթե սահմանը փակվի, մենք էական տնտեսական կորուստներ ենք ունենալու։ Եվ այստեղ խոսքը միայն փոխադարձ առևտուրը չի, լավ, այսինքն մենք Իրանից սա ենք վաճառում, իրանցից սա ենք առնում։ Իրանը հիմնական առևտրային ուղիներից մեկն է։ Դրանից դա առաջին, այսինքն ճանապարհը որ փակվի, բացասական արդյունքները ակնհայտ կլինեն։ Գումարած օդային փոխադրումների խաթարում կա հարավից եւ մանավանդ հարավից եւ արևելքից։ Մյուսը կրկնում եմ, եթե ունենանք փախստականների ներհոսք, այդ մարդկանց պետք է կառավարել, չէ։ Ներհոսք պետք է կարողանաս կառավարել։ Մյուսն էլ իրեմ ասում Հայաստանից մի 50 մետր ներքև պատերազմ է, չգիտես ինչ կարող է լինի։ Պարոն Խաչատրյան, առաջին 2-3 մասով այսքան ենթակառուցվածքների մեծ հաշվով պատերազմ է։ Ընդդիմության ժամանակ պատերազմը բռնկվեց։ Հայաստանը, Արցախը, Հայաստանը եւ վերջ, անվաղ դիրքի ազատագրում, տասնյակ մարտական խաչեր, պար, Տաշտամբլտուշիում, Շուշիում։ Օրինակ Ալեքսանյանը օրինակ է Ես Ալեքսանյանին մեկնաբանելու որևէ ցանկություն չունեմ։ Ես Վագն Ալեքսանյանին մեկնաբանելու բացառապես որևէ ցանկություն չունեմ։ Խնդիրը ուրիշ է, կներեք ժողովուրդ, 100-ամյա պատերազմը 116 տարի է տևել։ Նենց չի որ առավոտ անգլիացին ու ֆրանսիացիները վեր էին կանում, կռվում էին, գիշերը գնում էին քնելու։ Ցանկացած պատերազմ ունի հանդարտ վիճակ։ Այմա մենք այդ հանդարտ վիճակում ենք գտնվում։ Պատերազմի ավարտի մեր տեսլականը այլ է, պետք է լինի մարտնչող կողմերի նվազագույն, լեգիտիմ շահերի պաշտպանություն, արժանապատիվ խաղաղություն, այլ ոչ թե իրանց նման կապիտուլյացիա։ Հայաստանը այս իշխանությունը ոչ մի բան չի։ Խնդիրը ես կրկնում եմ, դու պետք է ունենաս ռեզերվային պլանավորում։ Հիմա պատկերացրեք վաղը 50,000, 100,000 հոգի Իրանից գալիս է Հայաստան։ Ունեն իրանք կարողություն, ծրագիր ունեն պաշտպանելու։ Ուսում են պատրաստ են, պարոն Խաչատրյան, չեք կարող։ Ոնց էին պատրաստ, որ արցախցիներն եկան պատրաստ էին, թե միջազգային օգնությունը չլիներ, չէր լինի։ Ինչով է պատրաստ։ Այնտեղ հայեր կան, տարհանման ծրագիր ունեն, թե իր պատասխանատվությունը մենակ էս Արաքսի ափով վերջանում է։ Վարչապետ էր ընտրվել, գնացել էր Իրան, ընդունել էին Իրանը Արարատ մարզամշակութային միությունը, բայց այդ մարդկանց պետք է ասած ձեռքերը լվա մի կողմ անցնի։ Պարոն Խաչատրյան, դուք ունեք այնտեղ նաև կուսակիցներ չունեք, եթե չեմ սխալվում, հա, իրենց հետ կապ ունեք, իրենք ինչ են ասում։ Դա եթե ինտերնետը կտրված է, փակ է,
Այսինքն ուղղակի կապ չկա։ Ցավոք սրտի։ Պարոն Խաչատրյան, եթե գնալով ամեն դեպքում թեժությունը շարունակվում է Իրանի շուրջ եւ ընդհանրապես տարածմերձավոր արևելքում, այս իրավիճակում ինչ հնարավոր սցենարներ կարող է լինել եւ արդյոք մեր տարածաշրջանի, օրինակ Ադրբեջանի հետ կապված, ասում են, կարող է առիթից օգտվել Ադրբեջանը, ինչ հնարավոր անվտանգային խնդիր կարող է ստեղծել։ Ընդհանրապես պղտոր ջրում միշտ էլ փորձում են ձուկ բռնել։ Այնպես որ ես որևէ բան չեմ բացառում, կարծեմ ամեն դեպքում զինված ուժերը պետք է պատասխանատվության բարձր մակարդակի բերեն։ Իսկ եթե ընդհանուր Հայաստանի Չնայած իրենց մոտ սեր եւ ամերաշխությունը, եղբայրությունը։ Ասում եմ, այս պատերազմում չեք ուզում անդադ Հայաստանն էլ, էլի սրանում էլ խառնվի։ Մենք խառնվենք։ Չէ, Իշխանությունն է ասում։ Ասում են հազիվ մի պատերազմ կա, որ Հայաստանը չկա։ Ինչ եք ուզում Հայաստանը ներքաշեք մի պատերազմի մեջ։ Ասկան որ ասում ենք հայեր կան, որոնք օգնության կարիք կարող ունեն, նշանակմա պատերազմ ենք ուզում, սկսենք։ Լսում եք դիվանագիտական ճանապարհողակներով մենք ինչ ենք անում։ Ասկան այդ գիտես, չի ասում, վա, ես նոր ինչեր էս, ինչ մտածեցի, որ չասեցի։ Չէ, չգիտենք, ոչ մի բան չենք տեսնում։ Բայց մնացած կոնֆլիկտներից, որտեղ հայեր են եղել, տեսնում ենք, որ ոչ մի բան չեն արել։ Օրինակ Սիրիայում հիշում եք, չէ՞, Հալեպում հյուպատոսն ինչ արեց։ Առաջի բարով խերով գնաց անբավ տեղեր։ Իսկ պարոն Խաչատրյան, եթե էլի այդպես վտանգներից խոսեք, կոնկրետ ռեալ վտանգ է սպային Հայաստանի համար, եթե շարունակվի, ինչ վտանգներ կան։ Եթե սահմանը երկար ժամանակ փակ լինի, մեր էական նկատի ունեք Իրանի հետ, որտեղ պատերազմ հասկանում եք, չէ՞, նույնիսկ եթե դու բարով խերով սահման անցնես, բա հետո պետքա կարողանաս բանդարաբաց գոնե հասնես։ Այսինքն եթե սահմանը փակվի, մենք էական տնտեսական կորուստներ ենք ունենալու։ Եվ այստեղ խոսքը միայն փոխադարձ առևտուրը չի, հավասար մենք Իրանից ենք վաճառում, իրանցից ենք առնում։ Իրանը հիմնական առևտրային ուղիներից մեկն է։ Դրանից դա առաջին, այսինքն ճանապարհը որ փակվի, բացասական արդյունքները ակնհայտ կլինեն։ Գումարած օդային փոխադրումների խաթարում կա հարավից եւ մանավանդ հարավից եւ արևելքից։ Մյուսը կրկնում եմ, եթե ունենանք փախստականների ներհոսք, այդ մարդկանց պետքա կառավարել, չէ։ Ներհոսք պետքա կարողանաս կառավարել։ Մյուսն էլ իրեմ ասում Հայաստանից մի 50 մետր ներքև պատերազմ է, չգիտես ինչ կարող է լինի։ Պարոն Խաչատրյան, առաջին 2-3 մասով, այսինքն ենթակառուցվածքների մեծ հաշվով պատերազմ է, հնարավոր սցենարներ կարող են լինել։ Այդ դեպքում Հայաստանը ինչ անելիք ունի, որևէ անելիք ներհոսքի մասով առնվազն պետք է հասկանաս, որ եթե վաղը ճանապարհը փակվեց, ինչ ես անելու։ Այսինքն պատրաստի դեղատում հիմա չեմ կարող ասեմ, բայց խնդիրը չէ։ Այսինքն Միացյալ Նահանգները, որ քանի շաբաթ իրենց ռազմական արսենալը տարածաշրջանում հզորացնում էին։ Ակնհայտ էր, չէ՞ որ այս հարվածը լինելու էր, այսօր չլիներ, վաղը կլիներ, վաղը չլիներ, այն մյուսօրը կլիներ։ Այսինքն ինչ որ բանակցություններ կան, պետությունը այլ պետությունների հետ սահմանակից մյուս բանակցել է հայ բիզնեսմենների հնարավոր շահերի, Շամանը որ փակվի մարդիկ բիզնեսը շահերի կորուստ ունենալու, չէ, վնաս է կրելու։ Ինչ որ մի բան բանակցեն, որ այդ մեքենաները, բեռնատարները այլ ճանապարհով գնան։ Դուք կասկածներ ունեք, որ պատրաստ չեն այդ սցենարներին իշխանությունները։ Դե նախորդ փորձերը դա են ցույց տալու։ Ընդհանրապես, այս իշխանությունների գործունակության վերաբերյալ շատ մեծ կասկածներ են։ Հիմա իրանք դեմոնստրատիվ կերպով ելն եմ ասում։ Կուկուրուզը պերաշկի են ուտում, ցույց տալու որ ամեն ինչ լավ է, բայց ես չեմ կարող։ Դուք չեք ուտում եգիպտացորեն եւ Գիտեք, ես բորշել եմ ուտում, բայց իմ այդ նկարը հանրային սոցիալական ցանցերում չեմ դնում։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրների քննադատություններին պատասխան ասում է, ես ինչ խոճապի մեջ են ընկել, տեսնես իրենց սև խավիարը ուտում են, թե չէ։ Մայբախի մեջ սև խավիար, ես չեմ ուտում, չէ, ոչ մայբախ ունեմ, որ սև խավիար։ Այսինքն հասկանում եք, չի Նիկոլ Փաշինյանը ինչ ընտրական քաղաքականություն ավարում։ Գնում այնտեղ ցույց է տալիս, որ ինքը բարի ժողովրդից մարդ է, ես էլ ձեր նման եմ։ Բեռաշկի ու կուկուրուզա ուտում, հիշում ես Գյումրիում էլ էր ուտում։ Բայց Գյումրիում ցենց գլխարկ էր դրան, լրիվ կամուֆլյաժի մեջ էր, որ մարդ չճանաչեր, Բայց այս մարդիկ նեղող հարց են տալիս, սկսում է գորգորա։ Այդ իրաց քաղաքականությունն, անդիմությունը սև խավիար է ուտում, անդիմությունը ով ինչ ասես կարող է ուտի։ Մեր տանը օրինակ երեք լավ չաս։ Սև խավիար չէր ամենայն դեպս։ Չէ, ձուկ էր, ես էի, եփե շատ համեղ էր ստացվում։
Պարոն Խաչատրյան, ամեն դեպքում իշխանությունը ասում է ներկուսակցական քարոզարշավ, բայց տեսնում ենք, որ քարոզարշավը իրականացնում։ Ընդդիմությունը ինչու է այսքան հետ մնացել իշխանությունից։ Մենք էլ երեք ուսանողների հետ էինք հանդիպում։ Իրենք են ակտիվ հանդիպում։ Այսինքն, նայեք, ես սա անդադ ասում եմ, քաղաքական ցանկացած քաղաքական ուժ նախորդ ընտրությունների հաջորդ օրվանից սկսում է պատրաստվել հաջորդ ընտրություններին։ Լավ, ուղղակի մենք այդպես վուլգար չենք անում, հասկանում եք, այդպես վուլգար չենք անում։ Այսինքն մտնել դուրը ծեծել, ասում եմ, գնա չէ, sense պետք է մտնեմ։ Ես աղջկա չնշանակեմ, քո ինչ գործը մանկապարտեզի տնօրենով է նշանակում։ Հասկանում եք, այսինքն մարդը վարչա, մանա, չկառավարության ղեկավարը, ընկել է ինչ որ մի հատ քաղաքացու աղջկա հետևից։ Մանկապարտեզի աշխատող չնշանակեց։ Աղջկա հայրը եկավ եւ թեման բացեց։ Հասկացա։ Դա համար ինչ են ասում։ Պատասխանը ինչ Բայց Նիկոլ Փաշինյանը դրա մի 10 անգամ ասում է, դա իմ գործառույթը չի։ Հետո լավ, բա քո գործառույթը չի, ոնց ես ասում, չէ, չընդունեք գործը։ Հա, չեն այնս մարդիկ, ովքեր հունից այդքան շուտ են դուրս գալի, պետք է երկիր չղեկավարեն, չէ, դա ռիսկային է։ Դա շատ ռիսկային է, որ մարդը տենց հունից այսքան շուտ մի հատ մանկապարտեզի հարցով դուրս է գալու։ Բա բանակցությունների ժամանակ է որ հանկարծ հունից դուրս գա։ Արևին կազատել։ Տեսանք, դա տեսանք, այո։ Չէ, մի րոպե, պարոն Խաչատրյան, մամուլում, այսինքն դատախազությունը Լևոն Մկրտչյանից պահանջում է 36 անշարժ գույք, ապօրինի հարստացու եւ այլն այդ հոդվածներով, դա ինչ է խոսում, ինչի մասին է խոսում, ապօրինի հարստացել եք։ 35 հատ գույք։ Որ ըստ դատախազության Լևոն Մկրտչյանն ունի գույք, բայց դա պետք է ունի դատական ակտ, որ պարզ լինի, որ այդ մարդը ունի թե չունի։ Բայց ունի 35 գույք։ Ես իր կադաստրի վկայականները չեմ տեսել։ Հայաստանի կադաստրի վկայականն օրինակ բրիտանական թանգարանում կա, տեսնում եմ։ Բաբելոնյան քարտեզներ, Լևոն Մկրտչյանինը Ինչ տեղի, օրինակ ես գիտեմ իմ շրջապատում ով ինչ գույք ունի։ Չէ, մենք տենց հարցեր ներսում չենք քննարկում, ով ինչ գույք ունի երեկոյան ինչ է կերել, չէ։ Չէ։ Ոչ, դա ինտունը չի։